Նայում եմ Գեղարքունիքի մարզի ժողովրդին։ Չգիտեմ, մի քիչ հուզված եմ։ Պրոստը մենք պետքա պատկերացնենք այդ ժողովուրդը ինչ տարիներ ապրե, ինչերի միջով անց է։ Ու հիմա կարծես այդ կարոտը նորմալ ղեկավար ունենալու, որ չեն զսպում իրանց, մոտենում են, գրկում են, որովհետև ղեկավար չեն ունեցել երբևէ, որ իրանց մարդու տեղ դնի։ Այսքան հալածանքներից հետո, այսքան հարվածներից հետո, այդ մարդը տենց էլ չփոխվեց։ Նիկոլի հետ է։ Չփոխվեց այդ մարդը։ Այդ մարդը ոնց սիրում է իր երկիրը, ոնց սիրում է իր ժողովրդին, տենց էլ մնաց։ Այդքան այլասերվածություններից, այդքան այլանդակություններից հետո։ Ասում եմ, եղբայր, ներողություն ենք խնդրում, որ բոլորինը չենք կառուցել։ Ախր բոլորին ուզենալ էլ չէր կարա կառուցել։ Պրոստը մոտեցման հարցն է։ Մոտեցման բացատրությունների, որպեսզի իր ազգը հասկանա, ինքը գիտակցում է իր ազգը, ինչքան բան չի կարա հասկանա։ Ու այդ ազգի կողմից այդքան հալածվելուց հետո այդքան սերը մնում է իր մեջ։ Որտեղից է այդ ռեսուրսը քո մեջ, Նիկոլ։ Ես մի անգամ Մոսկվայում, երբ որ առաջին անգամ YouTube-ով տեսա Լարա Ֆաբյանի համերգը, 6000 հոգի նստած, ինքը մտնում է դահլիճ ու պետք է երգի «Ժտեմ» երգը։ Ու այդ ժողովուրդը սկսում է իր փոխարեն այդ երգը երգել։ Ու այդ «Ժտեմ» ասելու ժամանակ ընենց էր գոռում այդ ժողովուրդը, այդ 6000 հոգին։ Լարա Ֆաբյանը նստած լացում էր։ Ես հիմա նայում եմ այդ ժողովրդին ոնց է գրկում, ոնց է ասենց Նիկոլին շնորհակալություն հայտնում։ Ուզեմ հասկանամ ինչ է ազգում։ Ինչ է ազգում իր մեջ։ Այդքան լկտիների կողմից այդքան արտահայտություններն ու ժողովրդի սերը։ Այնքան եմ ուզում, որ ժողովուրդը սխելացի գտնվի։ Նիկոլը, որ ընտրվելու է այդի հաստատ։ Այնց եմ ուզում գրկեմ այդ ժողովրդին։ Ինչ լավ է, որ դուք կաք։ Ինչ լավ է, որ այդքան գնահատող եք։ Ու ձեր նմանների շնորհիվ է, որ այս երկիրը մինչև օրս գոյություն ունի։ Նայում եմ ինչ ջիգյարով են գրկում Նիկոլ Փաշինյանին։ Անպայման ուզում են ձեռը բռնածել են, էլ չեմ ասում, որ ուզում են ձեռը համբյուրեն։ Որտև այդ մարդիկ տարբերություն զգում են, որտև այդ մարդիկ իրանց նկատմամբ վերաբերմունք են զգում, որ երկրի ղեկավարը իրանց մարդու տեղ է դնում, հարգում է, իրանց հոգսերն է հոգում։ Այս ժողովուրդը, որ մոտենում է ասենց սրտաճմլի գրկում է եւ այլն, դա ասում է մի բան, որ այդ ժողովուրդը կարոտ է եղել նորմալ ղեկավարի, որ այդ ղեկավարը իրանց մարդու տեղ դնի, որ հայ լինի, ի վերջո հայ լինի։ Բայց մի հատ հարց եմ ուզում տամ էլի։ Ես էլ արդեն որ երրորդ մարտն հանդիպում է, որ ասում է զավոդ չկա, աշխատանք չկա, բայց տվյալ մարզում, քաղաքապետարանում ու լիքը շինարարական կամպանիաների մոտ աշխատող չկա։ Ասենք մարդիկ գործ են առաջարկում, գործանող չկա։ Բայց որ հարցնես, զավոդ չկա է, որ ժողովուրդը աշխատի։ Խի ասենց։ Ասածս այն է, որ ով որ ուզում է աշխատի, այդ աշխատանքը գտնում է։ Պատճառ մի բռնեք։ Իզուր պատճառներ մի բերեք առաջ։ Լիքը աշխատանքներ կա, որ աշխատող չկա։ Լիքը։ Թե շինարարության մեջ, թե ինչ որ արտադրամասերում, լիքը։ Ժողովուրդ, էսի են Հայաստանը չի, որ հենիկ ասեք բանա։ Գործ չկա։ Դրա համար ենք գնում Ռուսաստան։ Դե Ռուսաստանում նորմալ փող են տալիս, ինչ են տալի որ։ Խի։ Այդ որ հաշվես քո ճանապարհածախսը, այդ որ հաշվես դու ունդեղ ինչքան ես վարձ տալիս, այդ որ հաշվես ինչքան փող ես ծախսում ընդ ուտելիքիդ վրա, ստե քո տան մեջ, ստե ավելի բարձր է դուսա գալիս աշխատավարձը, քան ստենդեղ։ Ու չգիտեմ, մի քիչ ճիշտ նայեք էլի, մի քիչ ազնիվ նայեք ամեն ինչին։ Հետո մի բան եմ ուզում ասեմ։ Եթե չեք աշխատում, նպաստավոր եք, թոշակառու եք, խնդրում եմ,
Խնդրում եմ, էլ ուղղակի աղաչում եմ ձեզ։ Գոնե դուք տեսնելով այս ռեզուլտատները, որ ձեր թոշակները բարձրացվում է, ձեր դեղերը, տեղամիջոցները, վիրահատությունները եւ այլն, այդ ամեն ինչը արվում է հարկերի շնորհիվ, ժողովուրդ ջան։ Խնդրում եմ ձեզ, ուշադիր եղեք ձեր շրջապատի խանութների, բեզակալոնկեքի, բոլոր սպասարկման կետերում, որպեսզի ՀԴՄ-ներ տան։ Խնդրում եմ ձեզ, պապիներ ջան, տատիներ ջան, համբուրում եմ ձեր ձեռքերը։ Խնդրում եմ, շատ ակտիվ եղեք այդ հարցում, շատ ուշադիր եղեք այդ հարցում, որովհետև հենց դա է բերում զարգացման։ Չկա աշխարհում չկա մի պետություն, որ առանց հարկերը մուծելու ժողովրդի զարգանա։ Եթե այդպես լներ, ամենազարգացած պետություններում հարկերը քիչն էին, այլ ոչ թե կբարձրանային։ Յուրաքանչյուր զարգացող պետությունում հարկերը բարձրանում են։ Ու կան պետություններ, որտեղի ժողովուրդը ասում է, ինչքան բարձրանա, այնքան իմ օգուտն է։ Ինչու՞, որովհետև ինչքան բարձրանում է, այնքան հոգս պետությունը ժողովրդի վրից վերցնում է։ Ուսումներ են, երեխաների, մանկապարտեզներ են, վիրահատություններ են, փաթեթներ են առողջապահության եւ այլն եւ այլն։ Ուղղակի խնդիրը նրանումն է, որ եթե մի մասը պետականամետ ժողովուրդը մուծում է այդ հարկերը, իսկ մյուս մասը չի մուծում, ու եթե այդ հարկերը չի հերիքում, որպեսի թոշակառուների, նպաստավորների հոգսերը հոգա պետությունը, դրա պատճառով հարկը բարձրանում է։ Այսինքն դուրս է գալիս անարդարություն։ Ինչ որ մեկը չի մուծում ընդհանրապես, ու օգտվում է նույն այդ փաթեթներից, իսկ մյուսը չկարած մուծում է, ու էլի օգտվում է նույն փաթեթներից։ Կարճ ասած մտել եմ այս ուղերձովս մի բան ասեմ։ Նախ առաջին շնորհակալություն ձեզ, ժողովուրդ ջան, որ դուք կաք։ Երկրորդը կոչս ձեր ջահելներին մի քիչ ստիպեք, թող գնան աշխատանքի։ Այն ջահելները, որ իբր գործ են, ման գալիս ու չեն գտնում։ Աշխատանքը կա, ուղղակի որոշներին հարիր չի այդ աշխատավարձով, բայց սեփական մայրերին կամ հայրերին դաշտում աշխատելու համար այդ գումարով կղրկեն։ Ես մի անգամ չի որ հանդիպել եմ նման երևույթի։ Եվ երրորդը, խնդրում եմ ՀԴՄ-ների պահով ուշադիր եղեք։ Հաշվեք, որ դուք այս պետության հսկիչներն եք։ Հսկեք, որպեսզի բոլորը ՀԴՄ-ները տան։ Սիրում եմ բոլորիդ։